Այսօրվա պատգամը վերնագրել եմ համոզված լինել։ Բաներ կա մեր կյանքում, որ մենք հավատում ենք, կամ բաներ, որ ասում ենք կարա լինի, բայց բաներ կան, որում մենք համոզված ենք։ Արդյոք ես համոզված եմ, որ Աստված ինձ հետ է և ես նրա հետ։ Ես ելներ ուզում եմ ասել, որ մենք քրիստոնյաներս, Աստծուն հավատացողներս պիտի համոզված լինենք, որ Աստված մեզ հետ է և մենք նրա հետ։ Բոլորս էլ լսել ենք կամ ասել ենք, որ Աստված աշխարհում բնակվող բոլոր մարդկանց հետ է։ Արդյոք այդպես է։ Արդյոք Աստված բոլոր մարդկանց հետ է։ Այս հարցի պատասխանը մեզ կտա Սուրբ Գիրքը։ Հիշում եք ինչ էր ասում Աստված իր խոսքի մեջ, ասում էր, որ Հիսուս Քրիստոսը եկել է, որպեսզի որոնի և ապրեցնի կորածին։ Դա Ղուկաս 19:10 է գրված։ Այսինքն, կան մարդիկ, ովքեր կորած են, ովքեր մոլորված են, ովքեր մեռած են։ Աստված, որ մեծ է իր ողորմությամբ և սիրով, մարդուն ստեղծեց իր պատկերով և իր նմանությամբ, որպեսզի հաղորդակից դարձնի մարդուն իր աստվածային բնությանը։ Բայց ցավոք, մեր նախահայրն ու նախամայրը երես դարձրեցին Աստծուն և մեղքը մտավ աշխարհ։ Մեղքի պատճառով մարդը դարձավ թշնամի Աստծուն և հոգևորապես մահացավ։ Այնպես, որ բոլոր այս աշխարհում ծնվողները ծնվում են Աստծո կյանքից հեռու, խավարի թագավորությունում և երբեք չեն մտածում Աստծո հետ ապրելու մասին։ Արդյոք Աստված այս մարդկանց հետ է։ Աստված մտահոգված է իր ստեղծագործության մասին, հոգ է տանում, շատ փորձանքներից ազատում, բայց արդյոք սա ցույց է տալիս, որ Աստված բոլորի հետ է։ Եկեք ավելի տեսնենք Աստծո խոսքը ինչ է ասում։ Դա գրված է Գործք առաքելոց 17-րդ գլուխ 24 խոսքից ներքև։ Այն Աստվածը, որ ստեղծել է այս աշխարհը և դրա մեջ առկա ամեն բան, նա է երկնքի և երկրի Տերը։ Սիրելիներ, մեկ ընդմիշտ հիշենք, այս երկրի ու երկնքի Տերը Աստված է։ Սատանան չի, Աստված է երկնքի ու երկրի Տերը, որտև ինքն է ստեղծել։ Նա ձեռագեր տաճարներում չի բնակվում, ոչ էլ մարդկանց ձեռքով է պաշտվում իբր թե մի բանի կարոտ։ Նա է ամենքին կյանք, շունչ և ամեն բան տալիս։ Նա մեկ մարդու ստեղծեց բոլոր ազգերին, որպեսզի բնակվեն ողջ երկրի երեսին, սահմանեց նախակարգյալ ժամանակներ և նրանց բնակության սահմաններ, որպեսզի Աստծուն փնտրեն ու թերևս խարխափելով նրան գտնեն, թեև ինքը մեզանից յուրաքանչյուրից հեռու չէ։ Հեռու չէ արտահայտությունը չի նշանակում, որ Աստված նրանց հետ է։ Երբ անառակ որդին ապրում էր մեղսալի կյանքով, հայրը նրա հետ չէր։ Աստված չի կարող նրանց հետ լինել, ովքեր թշնամի են նրան, ովքեր հակառակ են իրենց բնույթով, ովքեր մեջկանց են կանգնած Աստծուն։ Աստծո սերը և ողորմությունը մեծ է և չի ուզում, որ մարդը այսպես վերջացնի իր կյանքը։ Դրա համար տարբեր միջոցներ է օգտագործում մեզ հետ վերադարձնելու դեպի իրեն։ Կանչում է մեզ, որ խավարի միջից արձագանքենք։ Հերիք է մնաս խավարում։ Հերիք է շարունակես քո անիմաստ, կեղծ, վտանգավոր վտանգներով լեցուն կյանքը։ Լույսը քեզ կանչում է։ Ռոստամ ջան, խնդրեմ, մի րոպե կգաս այստեղ։ Ուզում եմ մի բան դիդակտիկ ձեզ ցույց տալ։ Պատկերացրեք Ռոստամը Ադամն է, կամ մենք ենք։ Ես էլ Աստված։ Երբ որ
Աստված ստեղծել էր մարդուն, որպեսզի մարդը Աստծո հետ հաղորդակից դառնա, բայց երբ որ մարդը մեղ գործեց, ինքը շրջվեց դեմքով եւ մեջքով դեպի Աստված եւ դեմքով դեպի խավարը։ Աստված չի ներխուժում մարդու կյանքի մեջ, չէ՞ ֆրասենց։ Չի ներխուժում մարդու կյանքի մեջ զորով մարդուն դեպի իրեն բերելու։ Աստված ամեն ինչ անում է, որպեսզի մարդը իր կամքով շրջվի դեպի Աստված։ Ինքը կանչում է, ինքը տարբեր միջոցներ է կիրառում, ինքը կարող է հարվածիել, ինքը կանչն Աստծո բոլոր մարդկանց։ Եվ երբ որ Ռոստամը կարողանում է շրջվել դեպի Աստված, այս շրջադարձը մենք անվանում ենք ապաշխարություն։ Այդ ժամանակը, որ Աստված ապրում է Ռոստամի հետ, Ռոստամն էլ Աստծո հետ։ Ուրեմն նշանակում է մի բան, Աստված մեզ հետ կարող է բնակվել, ապրել, գործել, լինել այն ժամանակ, երբ որ մենք ոչ թե մեջկանց լինենք Աստծուն, այլ դեմքով դեպի Աստված։ Տեր օրհնի Ռոստամ ջան, մերսի։ Այդ օրվանից, երբ ես դարձա դեպի Աստված, նա սկսեց ինձ հետ լինել, եւ ես էլ նրա հետ։ Ուրեմն ինձանից եւ քեզանից է կախված, Աստված կլինի ինձ հետ, կբնակվի իմ մեջ, թե ոչ։ Ասեցի, որ այս շրջադարձը մենք կոչում ենք ապաշխարություն։ Սրանից երևի մի քանի շաբաթ առաջ, երբ որ մի պատգամ էի տալիս, սիրելիներ, հիշում եք, ես ձեզ ասեցի, որ մեղքը դա խաթանա եբրայերենով, որ կոչվում է Աստծուց հեռու կյանք, այսինքն նպատակակետից հեռանալ, վրիպել, շեղվել, ճիշտ թիրախից հեռանալ, երբ որ մարդը նպատակակետից, այսինքն Աստծուց հեռացավ, նրա կյանքի մեջ առաջացավ մեղքը, եւ ասեմ ձեզ, այս մեղքի ծառը աճեցրեց տարբեր պտուղներ, որտեվ կյանքից հեռու դու մեռած ես, որտեվ սիրուց հեռու ատելությունն է քո մեջ բարձրանալու, որտեվ լույսից հեռու դու խավար ես։ Աստված ամեն միջոցները գործածեց եւ անգամ ամենաթանկը տվեց, որպեսզի մենք խավարից դառնանք դեպի լույսին։ Կան այստեղ մարդիկ, ովքեր խավարից դեպի լույսին են դարձել։ Տեր օրհնի ձեզ սիրելիներ, ասեմ ձեզ, դուք պիտի համոզված լինեք, որ Աստված ձեզ հետ է։ Ես այսօր Սուրբ Գրքից ցույց կտամ այդ համոզման հիմքերը, եւ այդ հիմքերը Աստծո խոսքից են, եւ մենք այդ խոսքերը պիտի ամուր բռնենք մեր կյանքի մեջ, որովհետեւ մենք տարբեր ճանապարհներով ենք անցնելու, եւ այդ ճանապարհների մեջ կարող է թուլանալ քո համոզմունքը, այդ ճանապարհների մեջ կարող է դու չզգաս Աստծուն, բայց դու այնքան պիտի համոզված լինես, որ Աստված քո հետ է, որ կարողանաս հաղթահարես ամեն այն դժվարությունները, որ քեզ սպասվում է կյանքի ընթացքում։ Փառք Աստծուն, որ ինձ փրկեց խավարից եւ պատվի արժանացրեց իր ժողովրդին ծառայելու։ Մի հետաքրքիր օրինակ կա 5 կտակարանի մեջ, ճիշտ է 2 տեղ է Թվոց գրքի մեջ եւ 2-րդ Օրինաց գրքի մեջ է։ Ասում է, երբ որ գալիս էր ծառայի ազատության ժամանակը, եւ այդ ծառան մոտենում էր իր տիրոջ ու ասում էր, չեմ ուզում գնամ քեզանից։ Ես ուզում եմ մնալ քո տան մեջ։ Ու գիտեք, այնպես լավ է գրած, ասում է, հավանել եմ քո տունը, սիրեցի քեզ, չեմ ուզում գնամ քեզանից, ուզում եմ հավետ քո ծառան լինեմ։ Ու այսպիսի օրենք կար, որ եթե դու ուզում ես որպես ծառա, հավետ ծառա լինես ինձ, ուրեմն արի, Տերը կանչում էր, բերում էր ծառային, ականջը դնում էր դռանդիքի վրա ու հերյունով ծակում էր։ Ծակելուց հետո ականջող էր կախում ու ասում էր, դու իմ ծառան ես։ Բայց ասեմ ձեզ, այդ Տերը այդ ծառայի հետ այլևս որպես ծառա չէր վերաբերվում, այլ որպես որդու։ Գիտեք ինչու, որովհետև ծառան սիրեց, հավանեց նրա տունը ու որոշեց հավիտյան ծառա լինի իր տան մեջ։ Կան այստեղ ականջը ծակած մարդիկ։ Հերյունով որ ծակել Աստված։
Տեր օրհնի ձեզ, հավատարիմ մնացեք մինչև վերջ, հավատարիմ ծառաներ եղեք մինչև վերջ, և Տերը որդիների պես է մեզ վերաբերվում։ Ուզում եմ կարդանք իրար հետ միասին Գործք առաքելոց 10:38-ը, շատ հզոր մի խոսք է գրված Հիսուսի մասին։ Գիտենք Հիսուսին, որ Նազարեթից էր, թե ինչպես Աստված նրան օծեց Սուրբ Հոգով ու զորությամբ, որ շրջում էր բարիք գործելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։ Այս արտահայտությունը շատ զորավոր արտահայտություն է, սիրելիներ, եւ մենք Սուրբ գրքի մեջ շատ մարդկանց կյանքի մեջ կհանդիպենք այս արտահայտությունը, որովհետև Աստված նրա հետ էր։ Մենք կարդում ենք ուշադրություն ենք դարձնում ավելի շատ հլտես, բժշկեց, սատանայից ազատեց, չգիտեմ, զորություններ գործեց, բայց դա տեղի չի ունենա, եթե Աստված քո հետ չլինի։ Ուրեմն նշանակումը այստեղ դու չես անողը, այլ Աստված է օծողն ու անողը։ Դրա համար էլ Հիսուս մարդը, հիշում եք, կանգնեց ժողովարանում ու ասաց. «Տիրոջ հոգին ինձ վրա է, եւ ինձ օծել է, որպեսզի ես աղքատներին ավետարանը քարոզեմ, գերիներին ազատություն, կույրերին տեսություն»։ Ով է օծել? Սուրբ Հոգին։ Այսօր մենք մարդիկս, վերստին ծնված քրիստոնյաներս, այսօր մենք էլ կարիք ունենք Սուրբ Հոգու օծության եւ մեզ հետ Աստծո լինելու համոզմանը։ Շատ կարևոր է, որ ես ու դու համոզված լինենք, որ Աստված մեզ հետ է։ Եթե այդպես չեղավ, ապա իմ ծառայությունը արդյունավետ չի լինի։ Կարող եմ շարժվել մարդկային փորձառությամբ եւ բախվել իրավիճակների, որտեղ լռություն կլինի, Աստված չի պատասխանի կամ քո ուզած ձևով չի պատասխանի։ Բոլոր Աստծո ծառաներն անցնում են տարատեսակ ճանապարհներով։ Ովքեր են ձեզանից անցել արտասուքի հովիտով։ Երբ արցունքներդ այնքան դառն են, որ կոկորդդ խեղդում են, եւ այդ կոկորդիդ մեջ եղած այդ դառն արցունքները չեն թողում, որպեսզի դու կարանաս խոսք ասես։ Իմացեք, սելիններ, որ այդ իրավիճակի մեջ էլ է Աստված քո հետ, որովհետև դու դարձել ես դեպի նա։ Եթե մենք մեր կյանքը հանձնել ենք Հիսուսին, ոչ ոք, ուշադրություն դարձրեք, ոչ ոք նրա ձեռքից մեզ չի կարող խլել, չի կարող բաժանել, չի կարող վերցնել, եթե մենք մեր կյանքը հանձնել ենք Հիսուսին։ Սա կարևոր է, որ մենք իմանանք, սիրելի ժողովուրդ։ Ես պատկանում եմ նրան, եւ նա գին է վճարել ինձ համար, եւ ինքը ինձ ոչ մեկի չի տա։ Ես թանկ եմ նրա համար։ Էլ չասած, որ ինքը ամենաթանկն է ինձ համար։ Փառք Աստծո։ Այո, եղել են մեր կյանքի մեջ, որ մենք դավաճանվել ենք մտերիմների կողմից։ Տարբեր իրավիճակների մեջ ենք հանդիպել, որտեղ արտասուքներ ա գնացել։ Եվ այդ արտասուքի հովիտում Երեմիայի նման ասած աչքերս աղբյուր են դարձել ու հոսում են այդ արցունքները։ Իրավիճակների մենք հանդիպում ենք եւ շատ անգամներ այդ իրավիճակների մեջ Աստված լռում է։ Եկեք իր այդ կարդանք Սաղմոս 56:8-ը։ Իմ թափառելը դու համրում ես։ Իմ արտասունքները դրիր քո տիկի մեջ, ահա նրանք քո գրքի մեջ են։ Այն օրը, երբ կանչեմ քեզ, իմ թշնամիները հետ կդառնան։ Ես գիտեմ այս, որ դու իմ Աստվածն ես։ Դավիթն էլ ոչ պակաս նեղություններով ու տառապանքներով անցավ այս մարդը։ Եվ ասում է, բոլոր իմ արցունքները քո տիկի մեջ են հավաքված։ Այսինքն, չի մոռացվում, Տերը տեսնում է ամենը, ինչ ճանապարհով որ մենք անցնում ենք։ Բայց մի կարևոր արտահայտություն այս Սաղմոսի մեջ անում Դավիթը. ես գիտեմ, որ դու իմ Աստվածն ես։
Ես համոզված եմ, որ դու իմ Աստվածն ես։ Ինչ իրավիճակով էլ ես անցնեմ, ես համոզված եմ, որ Աստված իմ հետ է։ Եվ ինձ չարիք չի պատահելու։ Ես մի անգամ սրա մասին ասել եմ ձեզ ելիներ, երբ որ կարդում էի 91 Սաղմոսը եւ ասում է այնտեղ Դավիթը, որ նրան չարիք չի հանդիպի, նրա բնակարանին չարիք չի հանդիպի։ Ես ասում եմ Տեր իմ Աստված, ինչքան ենք այսօր մենք տարատեսակ չարիքներով անցնում։ Այս խոսքը չի կատարվում մեր կյանքի մեջ արդյոք։ Եվ գիտեք ինչ պատասխան ստացա Աստծուց։ Այդ ինչերով որ դուք անցնում եք, դա չարիք չի։ Ես զարմացա մի պահ, ոնց հիվանդությունը չարիք չի, ոնց տառապանքը, նեղությունը, սուքը չարիք չի, եւ պատասխան, անգամ մահը չարիք չի։ Գիտեք ինչն է չարիք։ Աստծուց հեռու լինելը, աղբյուրից հեռու լինելը, կյանքից հեռու լինելը, սա է ամենամեծ չարիքը, ժողովուրդ, որտեղ այն նյութական, ֆիզիկական կյանքից բաժանումը մեզ կանգնացնելու է նրա առաջ, նրա թագավորության մեջ է տանելու, սա չարիք չի։ Եվ այն նեղություններն էլ մեզ ավելի են բերում մաքրագործման, ավելի են բերում Տիրոջ առաջ գալուն, մեր կյանքը իմաստավորելուն, սա չարիք չի։ Բայց չարիքը, երբ որ մարդը Աստծուց հեռու ապրելով կգնա հավիտենական կործանման մեջ, սա չարիքը։ Եվ ես հավատում եմ, սիրելիներ, նա ով որ Աստծո հետ է ապրում, նա ով որ Աստծուն պաշտում է, այս չարիքը երբեք իր կյանքի մեջ չի ունենալու ու չի հանդիպելու։ Ոչ ինքը, ոչ էլ իր տունը։ Երբ Հովսեփին եղբայրները մատնեցին եւ գցեցին գուբը, այդ գուբում արտասուքի մեջ Աստված նրա հետ էր։ Երբ նրան վաճառեցին Եգիպտոս, Աստված նրա հետ էր։ Երբ Պետապրեսի կինը սարքեց նրա գլխին, նրան գցելով բանտ, Աստված նրա հետ էր։ Բանտում էր նրա հետ եւ վարչապետ եղած ժամանակել էր Աստված Հովսեփի հետ։ Շատ դժվար է սա, սիրելիներ, երբ որ մատնվել ես քո եղբայրների կողմից ու գուբում գցված ես ու լսում ես խոսակցությունները, արեք սրան սպանենք, եկեք ես երազատեսին սպանենք։ Ու մեկ էլ տեսնում ես եղբայրներից մեկը, որ ավակ եղբայրն է Ռուբենն, ասում ես չէ, մեր աղբերն է, իրան եկեք ձեռ չտանք։ Մեկ էլ տեսնում ես այն մի աղբերը Հուդան դե որը տենց է, եկեք ծախենք իրան։ Ինչքան ենք ծախում 20 արծաթով։ Զարմանալի է, չէ, բայց այն Հուդա առաքյալն էլ 30 արծաթով ծախեց Հիսուսին։ Եվ այդ տառապանքների մեջ հաստատ ես գիտեմ, որտեղ մեզ էլ է գալիս այդ մտքերը, ուր է Աստված։ Հաստատ մարդիկ կլինեն մեր ծանր իրավիճակների մեջ, որ կգան ու մեզ կասեն, բա ուր է քո Աստվածը։ Ղիք ես չի ազատում այդ իրավիճակիդ մեջից։ Եվ կորխի որդիների Սաղմոսը կհիշենք, որ ասում էին, մեզ ամեն օր ասում են, ուր է քո Աստվածդ, բայց Աստված կենդանի է։ Աստված կենդանի է, ու Աստված մեզ հետ է։ Հովսեփը համոզված էր, որ Աստված իր հետ է։ Երբ առաջնեկը ծնվեց, նրա անունը դրեց Մանասե, որ նշանակում է Աստված մոռացնել տվեց իմ տառապանքները։ Մեկը կարա իր երեխայի անունը դնի Մանասե, որը Աստծո հետ է եղել միշտ եւ Աստված իր հետ է եղել, որովհետև ինքը ասում է Աստված ինձ մոռացնել տվեց իմ տառապանքները։ Այստեղից մենք գիտենք, որ իրականում Հովսեփը համոզված է եղել, որ Աստված իր հետ է։ Գործկարակելոց 7:9-ում է գրված այս խոսքը, սելիներ, գրված է, որ նահապետները նրան վաճառեցին Եգիպտոս, բայց Աստված նրա հետ էր եւ երբեք նրան չթողեց։ Գիտեք ինչու չթողեց, որտեվ Հովսեփն էլ միշտ փնտրում էր Աստծո երեսը։
Ահա գրավականը սելիներ, ահա գրավականը, որ Աստված միշտ մեզ հետ լինի եւ մեզ չթողի, երբ որ մենք էլ մեր ամեն իրավիճակների մեջ ոչ թե մեղադրենք իրան, այլ խոնարհվենք Հոբի նման ու ասենք, օրհնյալ լինի քո անունը, Տեր։ Ասում Հոբը չմեղանչեց, այլ իր ծանր դժվարին վիճակի մեջ ասեց, Տիրոջից բարիքն ընդունենք, չարիքը չընդունենք, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Այս մարդիկ համոզված են եղել, որ Աստված իրանց հետ է։ Եվ Դավիթը գրում էր Սաղմոս 23-ը, 23-րդ Սաղմոսի մեջ հետաքրքիր 4-րդ խոսքում ասում է. «Երբ որ մավան շուքի ձորով անցնեմ, չար բանից չեմ վախենալու, որովհետև», ով շարունակի, այո, որովհետև Տերը ինձ հետ է, որովհետև Աստված ինձ հետ է, և նրա ցուպն ու գավազանը ինձ մխիթարում են։ Ես վերջերս բացեցի նայեցի այդ ցուպն ու գավազան ասի նկարներով լնայեմ տեսնեմ, այդ ինչ է այդ ցուպն ու գավազանը։ Ու հովի գործիքներ են այս ցուպն ու գավազանը, ցուպը սենց կեռիկով է, նույն փայտնա ուղակի կեռ ունի սենց վրա, եւ գավազանը հաս գլխով է, սենց։ Ու ասեմ ձեզ, որ ցուպը հովիվը օգտագործում է գառների համար, գավազանը օգտագործում է գայլերի համար։ Ցուպը օգտագործում է, որպեսզի գառներին կռիվ անելուց բաժանի, որպեսզի մեջքերի վրայի բաները մաքրի, որպեսզի մեկը որ ուզում է փախնի գցի ոտից բռնի, բայց գավազանը օգտագործում է գայլերի գլխին խփելու համար։ Հիմա այստեղ Դավիթ իրան դրել է այդ գառնուկի տեղը ու ասում է, որ նրա ցուպը եւ նրա գավազանը ինձ մխիթարում են։ Երբ որ ես տեսնում եմ ոնց է ինքը թշնամիներին ջարդում, ես մխիթարվում եմ։ Երբ որ ինքը իմ վրայից մաքրում է շատ բաներ, շատ փշեր, ինձի պահում է շատ փորձանքներից, ես դրանից մխիթարվում եմ։ Ամենակարևորը սելիններ, որ Դավիթն այստեղ ասում է, մահվան շուքի ձորով եթե անցնեմ, Տերը իմ հետ է։ Ես համոզված պիտի լինեմ, որ Տերը ինձ հետ է։ Դուք գիտեք, որ սրանից 15 տարի առաջ մենք մի փոքր դժվարությունով անցանք ընտանիքում եւ երբ որ Ամալին ծնվեց, շնորհակալ եմ Տիրոջից այն ժողովրդի համար, որ աղոթքի էին կանգնած այդ օրերին Ամալիի համար։ Երբ որ անցավ այդ իրավիճակը, երբ որ 7 օր թե 10 օր 7 օր էր անցել եւ արյան զեղում ունեցավ երեխան, այդ ժամանակ այդ մտքերը գալիս էին, այդ հարցակումները գալիս էին իմ վրա, ուր է քո Աստվածը, դու Աստծո ծառան ես։ Ես հիշում եմ, երբ որ հիվանդանոցում բակում կանգնած էի եւ այդ մտքերի այդ ճնշումը այտենց գալիս էր իմ վրա, ես ձայնս բարձրացրեցի, բարձր ու ասեցի, ինձ պատահած ամեն բաների մեջ դու արդար ես Աստված։ Սակայն Աստծո խոսքն ասում, որ մենք մեղանչեցինք, մենք սխալվեցինք, բայց դու արդար ես մեզ պատահած բաների մեջ։ Եվ երբ որ ես այսպիսի դավանություն կարծես արեցի Աստծո խոսքի, մի խաղաղություն իջավ իմ վրա։ Այդ խաղաղությունը սովորական խաղաղություն չի։ Այդ խաղաղությունը ուղղակի ներվերի հանգստացում չի։ Այդ խաղաղությունը խորը, չգիտեմ, ինչ ապրում է խորը, երբ որ ամբողջ հոգսերի բեռը վերցվում է քո վրայից, ամբողջ մտածումը, այն վախը, այն տարակուսանքները ամբողջը վերանում է քո վրայից։ Էսի երկնային խաղաղությունն է։ Ժողովուրդ, մենք այս խաղաղության կարիքը ունենք այսօր։ Մենք մեր ազգով, ես ոնց նայում եմ, շատ ներվային ենք դարձել։ Մենք ամեն բանից կարող ենք շուտ բռնկվել, ամեն բանից կարող ենք, հավատացյալների հետ եմ խոսում, կարող ենք ինչ-որ բանից նյարդայնանալ, բայց Հիսուսն ասեց, ես իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, այսինքն աշխարհն էլ ունի խաղաղություն տալու, բայց Աստծո խաղաղությունը տված, ես իմ կյանքի մեջ մի քանի անգամ ապրել եմ այդ խաղաղությունը սելներ, սա յուրահատուկ մի բան է, այդ խաղաղությունը ունենալով, դու կհաղթես ամեն իրավիճակ,
Դրա համար մեզ պետք է Սուրբ Հոգով լեցվել ամեն օր։ Ոչ թե կիրակից կիրակի գանք այստեղ մի փոքր ջերմանանք, տականանք, ուրախանանք, գնանք, այլ ամեն օր մենք կարիք ունենք Սուրբ Հոգով լցվելու, որտեղ Սուրբ Հոգու պտուղների մեջ է խաղաղությունը։ Մենք կարիք ունենք խաղաղությամբ լցվելու։ Եվ գիտեք ինչ արեցի այդ պահին։ Այդ պահին, երբ որ այդ խաղաղությունը եկավ իմ մեջ, ես որոշում կայացրեցի, որ հենց հիմա պետք է գնամ մտնեմ վերակենդանացման բաժանմունք ու աղոթեմ բոլոր երեխաների համար։ Մենակ իմ աղջկա համար չէ, բոլոր երեխաների համար։ Ու երբ որ մտա այդ վերակենդանացման բաժանմունք, այդ բուժքրոջն ասեցի, արի միասին աղոթենք, ասեց աղոթել չգիտեմ։ Ասեցի ոչինչ, ես կաղոթեմ, դու ասա ամեն։ Որ մի երեխայի համար կաղոթեմ, դու ասա ամեն։ Այդպես մենք բոլոր երեխաների համար աղոթեցինք։ Ես այդ օրը հասկացա մի բան, որ Տերը ինձ հետ է եւ Տերը ինձ չի թողելու։ Ինչ ճանապարհներով մենք անցնենք, սերիներ, կարևոր չի այդ ճանապարհները, ինչ ճանապարհներով ենք անցնում։ Կարևորը որ Աստված մեզ հետ է։ Ես ասում եի, Տեր, շնորհակալ եմ։ Այն երկու ծառը լավ, սենց պտղաբեր կարծես ծառեր են։ Այս մի ծառն էլ սենց է։ Շնորհակալ եմ այս մի ծառի համար։ Բայց սերիներ, ես չեմ համակերպվում, որ այդ ծառը տենց մնա։ Հասկանում եք։ Ես ընդունում եմ, որ այդ ամեն ինչը եղել է, բայց ես չեմ համակերպվում։ Ես սպասում եմ Տիրոջ հրաշքին։ Ես սպասում եմ, որ Տերը հրաշք անելով պիտի փառավորվի եւ այդ ժամանակը ինքը որոշված ունի, ես հավատում եմ։ Որովհետև հիշում եք այն կույրի պատմությունը, ասեց ոչ իրանն է մեղքը, ոչ ծնողներին, այլ Աստծո փառքը, որ երևա։ Եվ այդ կույրը արդեն բավականին մեծ հասուն տղամարդ էր դառել իր ծնված օրվանից, բայց Աստված որոշված ժամանակ ուներ եւ ինքը փառավորվեց կույրի կյանքի մեջ։ Եվ կույրի կյանքով։ Սերիներ, ինչ իրավիճակով դու անցնում ես, ես չգիտեմ։ Ամեն մեկս տարբեր վիճակներով ենք անցնում եւ շատ անգամներ մեր հոգսը, մեր խնդիրը շատ մեծ է երևում մեզ համար։ Միչեւ մենք չենք հանդիպում ուրիշներին, որ ասում ենք, չէ, մերը թեթև է, իրան ավելի ծանր է։ Ամեն մեկիս հոգսը մեր համար ծանր է, բայց հաղթողները նրանք են, ովքեր այդ հոգսերի, այդ դժվարությունների մեջ իրանք շարունակում են երկրպագելու գովաբանել Տիրոջը։ Շարունակում են իրենց նեղությունների մեջ չկասկածել, այլ համոզված լինել, որ Աստված իրանց հետ է։ Ու ես ձեզ մի բան ասեմ, դա ուղղակի սենց ինքնախաբեություն չի, այլ դու ժամանակ համոզվում ես, հաստատվում ես, զգացողություն ես ունենում, որ Աստված քո հետ է։ Միշտ չի, որ նրա ներկայության զգացողությունը մենք ունենում ենք, սերիներ, բայց կան ժամանակներ, որ դու այնքան շոշափելի ես այդ զգացողությունը ունենում քո կյանքի մեջ։ Եվ դա նրա համար է, որ դու միշտ համոզմունքը չկորցնես, որ Աստված քո հետ է։ Ովքեր որ կարդացել են Յո երթասը Սենկևիչի, երբ որ Պետրոսը վերադառնում է ամֆիթատրոն, որտեղ քրիստոնյաներին այդ օրը պետքա նահատակեին։ Եվ արդեն պատրաստել էին առուծներին, որ պետքա ուտեին քրիստոնյաներին։ Երբ որ Պետրոսը մտնում է ու բարձր ձայնով ասում է. «Սելիներ, այսօր դուք Քրիստոսի թագավորության մեջ եք լինելու եւ տեսնելու եք ձեր փրկին»։ Քրիստոնյաները կանգնում են ու սկսում են երգել։ Այդ մահապատժի առաջ կանգնում են ու երգում են։ Պետրոսը չէր ասում. «Եկեք աղոթենք, թող Տերը ձեզ ազատի առուծներից»։ Ասում էր. «Այսօր իր թագավորության մեջ եք դուք լինելու»։ Եվ գիտեք, երբ որ նրանք սկսեցին երկրպագել, Աստծո հոգին իջավ այդ ամֆիթատրոնի մեջ ու շատերը այդ օրը ապաշխարեցին ու դարձան Քրիստոսին։ Ճիշտ է, Պետրոսին տարան գլխի վրան խաչեցին։ Այդ օրը շատ քրիստոնյաներ նահատակվեցին, բայց նրանք որպես սերմ դառան, որ մնացածը աճեն։ Նրանք իրանց նահատակությունով շատերի կյանքի մեջ լույս ու փրկություն բերեցին, որ շրջադարձ կատարեն այս մարդիկ դեպի Աստված եւ փրկություն ունենան։ Եթե մենք ասենք, որ Աստծո գործերը կարող ենք հասկանանք, սխալ կասենք, մենք չենք կարող Աստծո գործերը հասկանալ, սերունդներ։
Ոչ մեկ չի կարող Աստծո գործերը հասկանա։ Աստված ինչու է այսպես գործում կամ այնպես։ Ինչու է այս մեկի կյանքի մեջ այսպես վարվում, այն մեկի կյանքի մեջ այնպես։ Ինչու Դավիթի կյանքի մեջ ինքը առուստների վրայով կքայլեր, բայց այն մեկի կյանքի մեջ առուստները կերան։ Ինչու է այս մեկը թագավորություններ պիտի հաղթեր, իսկ այն մեկին պիտի սղոցեին։ Ինչու է այն մեկը պետքա ճոխության, հարստության մեջ ծառաներ ունենար, իսկ մեկը կարոտությունով պիտի անցներ, որը գրած է աշխարհը արժանի չէր այդ մարդկանց։ Դրա համար սերունդներս ամեն մեկս ինչ ճանապարհով որ անցնում ենք, աշխարհը արժանի չի մեզ։ Մենք Տիրոջն ենք պատկանում, փառ Տիրոջը։ Ասма Սողոմոնը հզորացավ, Սողոմոնը սկսեց Տիրոջ տաճարը կառուցել, որովհետև Աստված նրա հետ էր, երկրորդ մնացորդած 1:1։ Երկրորդ Թագավորաց 5:10 Դավիթը զորանում էր, որովհետև Աստված նրա հետ էր։ Իմ զորության աղբյուրը իմ Տերն է, իմ Տիրոջ խոսքն է։ Հեճեղել է, որ դուք ավետարանը կարդաք, մեկ է զգաք սենց են կոտրված վիճակից, զգաք ոնց որ զորանում եք, հառնում եք, կանգնում եք։ Կամ եղել է, որ սենց հազիվ քեզ գցել ես Տիրոջ տուն, բայց տեղից սենց թրջկոտալով գնացել ես։ Ինչ տեղի ունեցավ։ Հրաշք տեղի ունեցավ։ Աստված քեզ թարմացրեց։ Աստված իր հոգով, իր խոսքով քեզ զորացրեց։ Փառք Աստծո։ Եկեք իր հետ միասին կարդանք Մարկոս 3:14։ Մի նախադասություն շատ անգամներ կարդում այտենց վրայով անցնում ենք, բայց ուզում եմ մի բանի վրա ձեր ուշադրությունը գրավել։ Նա ընտրեց 12 հոգի, որ իր հետ լինեն, որ նրանց ուղարկի քարոզելու։ Տեսեք, մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, գնացին, քարոզեցին, դևեր անեցին, չգիտեմ, հրաշքներ գործեցին, բայց ուշադրություն դարձրեք սկզբի արտահայտությունը։ 12 հոգի ընտրեց, որ իր հետ լինեն։ Աստված ինձ ու քեզ ընտրել է ամեն բանից, ամեն ծառայությունից, ամեն գործից առաջ, նա ընտրել է, որպեսզի մենք իր հետ լինենք։ Աստծո հետ լինենք, Աստծո հետ հաղորդակցվենք, Աստծո հետ ժամանակ անցկացնենք, Աստծուց լեցվենք, Աստծուց կրթվենք եւ Աստծուն նոր ներկայացնենք մարդկանց։ Եթե դու Աստծո հետ ես, ինչ ես այդ մարդկանց ասելու ու տալու։ Ուրեմն նշանակում է, գիտեք տարբերությունը աշխարհիկ մարդու իմ ինչու՞մ է կայանում։ Աշխարհիկ մարդը մեղք է գործում, շատերն ասում են լավ եմ անում, շատերն զղջում են իրանց արածների համար, բայց իմ տարբերությունը նրանում է, որ ես երբ որ ընկնում եմ ու մեղք եմ գործում, ես վերադառնում եմ Տիրոջ առաջ, ծունկի եմ գալիս ու ասում եմ ներիր ինձ Աստվածին։ Ես չեմ ուզում սա իմ կյանքի մեջ լինի։ Ես ուզում եմ սրանից ազատ լինեմ։ Սա ցույց է տալիս մի բան, որ ես կենթանացել եմ։ Հիմա Հովանես ավետարանին եկեք անդրադառնանք Հովանեսի թղթերին։ Հովանես իր թղթերի մեջ կարևորագույն բաներ է ասում, ինչով մենք համոզված լինենք, որ Աստված մեր մեջ է բնակվում, մենք Աստծո մեջ։ Պատրաստ ենք լսելու։ Ուրեմն սա առաջի Հովանես 4-րդ գլուխ 13-րդ խոսքից ներքև է։ Առաջի Հովանես 4-րդ գլուխ 13-րդ խոսք։ 3 բանի մասին եմ կարդալու, որ 3 բան այստեղ Հովանեսը մեզ ասում է, որ մենք համոզված լինենք։ Սրանով գիտենք, որ մենք նրա մեջ ենք բնակված նա էլ մեր մեջ, որտև նա իր հոգուց տվեց մեզ։ Մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրը որդուն ուղարկեց որպես աշխարհի փրկիչ, ով դավանում է, որ Հիսուսը Աստծո որդին է, Աստված նրա մեջ է բնակվում եւ նա Աստծո մեջ։ Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ։ Աստված սեր է, ով սիրո մեջ է ապրում, Աստծո մեջ է ապրում, Աստված էլ նրա մեջ։ Տեսեք, 3 կարևորագույն բան այստեղ ասում է Հովանեսը մեզ։ Առաջի բանը, որտեղից ես կարող եմ համոզված լինել, որ Աստված իմ մեջ է բնակվում, այն հոգուց, որ տվեց մեզ։ Առանց Սուրբ Հոգու, սիրելիներ, մենք Հիսուսին Տեր չենք կարող դավանել։
Առանց Սուրբ Հոգու մեր կյանքի մեջ ոչ մի փոփոխություն չի կարող լինել։ Առանց Սուրբ Հոգու մեր հոգիները չէին կարող հարություն առնել։ Հիշում եք այն խոսքը, որ ասում է, եթե Հիսուսին մեռելներից հարուցանողի հոգին ձեր մեջ է բնակված, ձեր մահկանացու մարմիններն էլ հարություն կտա։ Եկ շատ կարևոր է սա, որտեվ Սուրբ Հոգին գրավականն է, որ Աստված մեր մեջ է բնակվում, որ մենք պատկանում ենք Աստծուն։ Այո, մի 30-40 օրից մենք կնշենք Սուրբ Հոգու գալուստը եւ Սուրբ Հոգու գալուստի այդ տոնին մենք խոսանք Սուրբ Հոգու մասին, թե ինչքան կարևոր է նա մեզ համար։ Բայց ասեմ ձեզ սիրելիներ, այն հոգին, որ Աստված տվեց մեզ, այսօր մենք աղաղակում ենք Աբբա Հայր։ Այն հոգին եկել է, որպիսի մեր տկարությունների մեջ, մեր նեղությունների մեջ մեզ օգնի, որտեղ ինչպես պիտի աղոթենք, չգիտենք, բայց նա օգնությանը հասնում մեզ։ Ուրեմն առաջի բանը, որով մենք համոզված ենք, որ Աստված մեր մեջ է բնակվում, մենք էլ Աստծո մեջ, Աստծո հոգին ունենալն է։ Աստծո հոգու բնակությունն է մեր մեջ։ Սելիներ, փափագենք ամեն օր նրա հետ հաղորդակցման։ Չի եղել, չես զգում, որ մի շաբաթ արդեն չես կարդացա, չես հաղորդակցվել, դու չորանում ես։ Թե արդեն այդ զգացողությունը արդեն քո համար սովորական է դարձել։ Լսեք, սիրելի քրիստոնյաներ, Աստծուց հեռու կյանքը մահվան կյանք է։ Եվ մեր թշնամին ամեն ինչ կանի, որպիսի մենք նորից հեռանանք իրանից։ Ես այնքանով համոզված պիտի լինեմ, որ Աստված իմ հետ է, որովհետև ես եմ ամեն օր ուզում նրա հետ լինել։ Երբ որ այս ցանկությունը սատանան կարողացավ իմ մեջ սպանել, ինձ մոլորացնել, գայթակղացնել, հեռացնել Աստծուց, ես այնքան աննկատ դուրս կգամ իր մեջից, այնքան աննկատ կհեռանամ, այնքան աննկատ կզգամ, արդեն էլ ցանկություն չկա, ոչ եկեղեցի գալու, ոչ ավետարան կարդալու, ու ինքը իմ կյանքի մեջ համոզված եղի, այնքան զբաղմունքներ կբերի, այնքան հաճույքներ կբերի, որ երբեք ես Աստծո մասին չմտածեմ։ Գիտեք, գրած է, Աստվածանից ծնվածը մեղք չի գործում, այլ պահում է իր անձը, որ չարը չմոտենա։ Գիտեք, սա ինչ է նշանակում։ Աստվածանից ծնվածը Աստծուց հեռու չի ապրում։ Այդ մեղք գործել արտահայտությունը, այդ նույն խաթանա կամ համարցյանա հունարենով, որ նշանակում է Աստծուց հեռու չի ապրում Աստվածանից ծնվածը։ Եթե մի քիչ էլ հեռանում է, նորից գալին գնում է իր ոտքերը։ Որովհետև թշնամին ամեն ինչ անում է, որ դու հեռանաս Աստծուց ու խավարի մեջ ապրես։ Եթե արդեն մի քանի ժամանակ կամ մի քանի շաբաթ է դու արդեն չես հաղորդակցվում, դու վտանգավոր տեղում ես հասել, սիրելիս։ Հետ վերադարձի այսօր։ Այսօր աղոթք արավ, ասա Տեր Աստված, նե ինձ, ես ուզում եմ նորից գամ քեզ, ես ուզում եմ նորից հաղորդակցվել, ես ուզում եմ նորից լցվել քո հոգով, ես չեմ ուզում չորանամ, ես չեմ ուզում կորցնեմ այն, ինչը որ շատ թանկ է, չեմ ուզում։ Երկրորդ բանը, որ այստեղ գրված է, ով դավանում է Հիսուսին, որ Հիսուսը Աստծո որդին է, Աստված նրա մեջ է բնակվում եւ նա Աստծո մեջ։ Մենք դավանում ենք, որ Հիսուսը Աստծո որդին է, սերներ։ Արդյոք դավանում ենք նաև այնտեղ, որտեղ անհավատ միջավայրը, որտեղ վատ միջավայրը, խավար միջավայրը։ Արդյոք այնտեղ էլ ենք դավանում, որ Հիսուսը Աստծո որդին է եւ ես հավատացյալ եմ։ Թե սուս ենք մնում։ Ասեմ, դու չես կարա ծածկվես։ Եթե դու իրական լույս ես, դու չես կարա ծածկվես։ Ավելի լավ է մի անգամից ասես։ Որովհետև իրանք ասելու են դու մեր նման չես։ Բայց եթե լույս չես, հարց, ինչի լույս չես։
Դու այսօր կարիք ունես լուսավորվելու, դու կարիք ունես ապաշխարելու։ Մի այդպես պատմություն հիշում եմ, որ նոր էի ապաշխարել, մի այդպիսի պատմություն եմ լսել։ Մեկն ասում է՝ Հիսուս, այնքան եմ ուզում, որ դու գաս իմ տուն։ Ուզում եմ, որ իմ աչքերը տեսնի քեզ։ Մեկ էլ զանգը տալիս են դռան։ Բացում տենում է Հիսուսն է, եկել է իր տուն հյուր։ Ասում է եկել եմ էսի շուտ սեղանակցում, պատիվա տալի Հիսուսին, բան, ասում է Հիսուս այսօր մնալու եմ քո տունը։ Գնում է իր սենյակը, աչակալը կարգավորում է, Հիսուսը մնում է տունը, առավոտը արթնանում են, ասում է դե ես գնում եմ Հիսուս աշխատանքի, դու մնա տունը, ոնց ուզում ես վարվի, էսի քո տունն է։ Հիսուսն ասում է չէ, ես էլ եմ գալի քո հետ քո աշխատանքի վայրը։ Էսի ամեն ինչ անում է, որ Հիսուսին համոզի, որ չգա, Հիսուսն ասում է չէ, ես էլ եմ գալիս։ Ու որ գալիս են այդ աշխատանքի տեղը, մեկ էլ ընկերներն ասում են եկեք մի պարտիա բլոտ խաղանք, հետո նոր անցնենք գործի։ Մեկ էլ էսի sense քաշվում է հետ, ասում են ի՞նչ եղավ այդ տղա քո հետ։ Առաջինը դու էիր գալի մեզի առաջարկում, ասում է հիմա ինչի։ Ֆորմա Հիսուսին նայում է, Հիսուսն ասում է ես ամեն օր էի քո հետ։ Ես ամեն օր էի տեսնում քեզ, ուղղակի դու ինձի չէիր տեսնում։ Սերներ, ինքը ամեն օր է մեզ հետ եւ ամեն օր է ինքը մեզ տեսնում։ Անպայման պետք է մեր հոգու աչքերը բացվի, որ մենք տեսնենք, որ ինքը տեսնում է, որ մեզ կարգի հրավիրենք, որ անավատների հետ օտարախարն լծակից չլինենք, որ իրանց նման չլինենք։ Չէ, հակառակը սիրելիներ, մեր սուրբ ապրելով, մաքուր ապրելով, մենք պիտի հանդիմանենք իրանց խավար անպտուղ գործերը։ Մենք պիտի կարողանանք դավանենք, որ Հիսուսը Աստծո որդին է եւ ես էլ նրան հավատացողն եմ։ Ես էլ նրա որդին եմ։ Եթե սա չարեցինք մենք, գիտեք կարևորագույն մի բան է Հիսուսն ասում է, եթե մեկը ինձ մարդկանց առաջին չդավանի, ես էլ իմ հոր ու հրեշտակների առաջ չեմ դավանի նրան, կուրանամ նրան։ Ուրեմն ինչքան կարևոր է, սիրելի հավատացյալ, որտեղ որ դու կլինես, դավանես, որ դու հավատացյալ ես ու Հիսուսը Աստծո որդին է։ Հիսուսը եկել է, որպեսզի փրկի խավարի մեջ եղողներին, որտեղ խավարի մեջ եղողները կույր են ու մահացած։ Նրանք չգիտեն ճշմարտությունը։ Ժողովուրդ, խնդրում եմ, չմեղադրենք իրանց։ Շատ անգամներ մենք սենց առուծի նման հարցակվում ենք իրանց վրա, էլ մատ ենք թափ տալի անավատների վրա, չգիտեմ ինչ, լսեք, նրանք կույր են, նրանց վրա ոչ թե այդպես պիտի հարցակվես, այլ նրանց պիտի ճանապարհը ցույց տաս, որ նա խավարից դեպի լույսին գա։ Ինչ է սպասում դու մեկից, որը չի տեսնում, ինչ է սպասում մեկից, որը մեռած է հոգևոր աշխարհի ու կյանքի համար։ Դրա համար իրանց հանդեպ գթությունով լցվենք, ողորմածությունով, սիրով լցվենք, ինչպես Աստված իր սերը դրսևորեց այդ մարդկանց նկատմամբ։ Մի պատմություն պատմեմ իմ կյանքից, 18 տարեկան է, ինձ կանչեցին բանակ, 93 թվականն էր, դու գիտեք, որ 93 թվականին պատերազմ էր եւ ինձ տարան ներքին զորքեր։ Այդ ժամանակ ես հավատացյալ էի։ Ուրեմն միջև բանակ գնալը ես դեկտեմբերի 31-ին ջրի մկրտություն ունեցա, հավատքով գնացի կատարելու իմ, ասենց ասեմ, խոստումը Տիրոջը, որովհետև ես չգիտեի ինչա տեղի ունենալու իմ հետ այդ օրերին կամ բանակային այդ կյանքի տարիներին, այդ պատերազմական։ Եվ ինձ տարան բանակ, եւ ես այն մտառումով, այն հավատքով, որ ինչ է լինի, ես պետքա Քրիստոսի լույսը պահեմ եւ ես Քրիստոսին պետք է չուրանամ։ Ինչ իրավիճակ է լինի, ես պետքա պահեմ։ Ասեմ ձեզ, այդ տարիներին հավատացյալ անունը ալերգիա էր առաջացնում խավարի մոտ։ Եթե մեկն ասում էր ես հավատացյալ եմ, ուրեմն պետք է խաչը վերցներ ու պատրաստ լիներ, որ իրան խաչեին։ Հələ դրանից առաջ Ռուբիկ աղբերը ավելի կվկայի կոմունիստների ժամանակին ճահավոր էր։ Հələ 93 թվականին արդեն կոտրվել էր այդ կոմունիստական այդ ազդեցությունը։ Եվ զենքի թեմա էր այդ օրը, զենքի դաս էր այդ օրը, ու մեկ էլ լեյտենանտը կանգնեց ու ասեց. «Ովքեր են այսօր այստեղ հավատացյալներ, թող ոտքի կանգնեն»։ Եվ ես ասենց վստահ հելա կանգնա ասի ես։ Ասեց այսօրվա զենքի թեման փոխվում է հավատքի թեմայի։ Ունից ուրոխոցո։
Ասեցի ինչ հավատացյալ է այս լեյտենանտը ինչ, բայց ես չգիտեի, որ այս լեյտենանտը տրամադրում է բոլորին իմ նկատմամբ։ Ու հարց տվեց ինձ. ինչու Աստված Աբելի զոհը ընդունեց, Կայենինը չընդունեց, ասա։ Ես էլ շատ բան եմ ված չէի հասկանում։ Ինչի ընդունեց, ինչու չընդունեց։ Բայց մի բան զգացի, մի ջերմություն զգացի, որ իջնում է իմ վրա, սերներ։ Ես այդ օրը զգացի Տիրոջ պաշտպանությունը շոշափելի։ Ես այդ օրը զգացի, որ Աստված, ով որ իր անունը գդավանի մարդկանց առաջ, ինքն էլ նրա հետ է։ Երբ որ այդ ջերմությունը իջավ իմ վրա ու վերցրեց ինձ իր մեջ, վախերս կորան։ Ու ես այնքան համարձակ դարձա։ Հիմա ես հասկանում եմ Պետրոսը խերը տենց համարձակ քահանաներին ասում, դուք խաչեցիք, որովհետև Աստծո հոգիների չէ իր վրա։ Հենց Աստծո հոգին հեռացավ, Պետրոսը նույն վախկոտներ։ Ոնց որ ես։ Մեկ էլ մի բան զգամ, որ այս լեյտենանտը արդեն քրտինքն է մաքրում։ Ասեց, ես էլ բան չունեմ ասելու։ Ասի դուք չունեք ասելու ընկեր լեյտենանտ, այն վաղ ընկեր ենք ասում, պարոն չենք ասում։ Ասի դուք չունեք, բայց ես ունեմ ասելու։ Ու սկսեցի ավետարանը քարոզել այդ տղաներին։ Չգիտեմ, ինչքան տևած զանգը տվեց, բոլորը դուրս եկան դասարանից, ես նստեցի, սենց ինձնից դավոլնի, սենց գո, ու մեկ էլ ջերմությունը հեռացավ իմ վրայից։ Հենց հեռացավ, ես զգացի ինչքան մարդու մարմինը վախկոտ է։ Այս ծնկները սկսեցին դողալ։ Սենց բռնել էի, որ ծնկներս չդողային։ Մեկ էլ մի տղա եկավ, ասեց, սերժանտները քեզ են կանչում։ Ասի էտա, տանում են ինձ ցխեն։ Դե հավատացյալ եմ, երևի տանում են ինձ սպանեն։ Բայց ի զարմանս ինձ ժողովուրդ, սերժանտները ինձ ասեցին, մենք ուզում ենք քո Աստծո մասին լսենք։ Մենք ուզում ենք լսենք Հիսուսի մասին, ոնց էիր դու խոսում, ինչ ձև էիր դու խոսում, առանց վախի ոնց էիր ներկայացնում, մենք ուզում ենք իմանանք ով է Հիսուսը։ Եվ ես այդ օրը այդ սերժանտներին Հիսուս Քրիստոսի մասին դավանեցի։ Սելիներ, դավանենք ամենտեղ, երբեք երևույթին չնայեք, մարդու դեմքին չնայեք, մարդու դեմքին նայեցիք կմտածեք, այս մարդը տենաս կընդունի թե չէ։ Դու խոսա, դու չգիտես, այն ամենադաժան դեմք ունեցողը կարող է այնքան փափուկ սիրտ ունենա, եւ հակառակը փափուկ դեմք ունեցողները, ժպտացողները այնքան դաժան լինեն սրտով։ Դու չգիտես, խոսա։ Դու ավետարանը քարոզի, ասա Հիսուս ինչի համար է եկել, թող բրկություն ունենան այդ մարդիկ ընդունելով։ Պատրաստ ենք դավանելու Հիսուսին։ Փառք Տիրոջը։ Դե ձեզ տեսնեմ, ես աստեից դուս եք գալու։ Դուս եք գալու ու դուք փորձվելու եք։ Դուս եք գալու ու դուք ստուգվելու եք։ Այդ ձեր այոն, որ ասեցիք հիմա, ստուգվելու եք։ Այնտեղ դուք կարող եք ասել այո թե ոչ։ Մի բան էլ պատմեմ, հիշեցի։ 92 թվականն է, գնում եմ բժշկական տեխնիկում էի սովորում, գնում էի այտենց բժշկական այդ կուրսերին։ Երկար սենց կոժնի պլաշ էի հագել, հրաշով սենց մետրոյով անցնում եմ, մեկ էլ ոստիկանը կանգնացրեց։ Ասեց հետևի ինձ։ Ասի ինչի։ Ասեց արի կիմանաս։ Տարաբերեցի, ասեցի, բայց դու գիտեք ես ով եմ։ Ասեց ֆռոց նայեց, ասեց ով ես։ Ասի ես ավետարանի հավատքի քրիստոնյաներից եմ։ Ես հավատացյալ եմ։ Գնա, քեզնից խեր չկա։ Ու այդ օրը սիրելիներ, ես գացի, որ հավատացյալ անունը պրախոդը, հասկանում եք, առաջի անգամ ես գացի, որ հավատացյալ անունը ասելը բացում է դռներ։ Առաջ շատ էի համաչում, որ ես հավատացյալ եմ։ Այս սկզբի վախտերը, բայց հետո դրանից հետո ես հասկացա պատիվ է հավատացյալ լինելը, սերներ, ոչ թե ամոթ։ Լավ սերներ, ուզում եմ գամ վերջի մտքին, ով որ սիրո մեջ է ապրում, նա Աստծո մեջ է ապրում եւ Աստված նրա մեջ։ Հիսուսն ասում էր, սրանով կիմանամ, որ դուք իմ աշակերտներն եք։ Ոչ թե լավ խոսալով, ոչ թե լավ երգելով, ոչ թե բարի գործելով, այլ որ դուք
սեր ունենաք, հոգատարությունը մարդիկ տեսնեն ձեր վերաբերմունքը, տեսնեն, որ ձեր սերը անշահախնդիր է, որ շահի վրա չի հենված այդ սերը։ Գնացինք միտեղ մի կնոջ ավետարան քարոզելու, եղբայրներից մեկն ասեց, արի գնանք ընկերոջս մամանա, գնանք իրան քարոզի, մտանք ներս, ընկերն ասեց, ողջունեց, դե ոնց են քահանաներին ողջունում, ինքը տենց մտածեց, ես էլ տենց մի քահանա եմ, տենց ողջունեց, եկանք, նստանք, հիմա այդ կնոջ հետ խոսում եմ, ասում եմ, ախպեր, ո՞րն է քո շահը, եկել ես մորս քարոզում ես։ Ասեցի պատկերացրամ մի բան, տունդ վառվել է ու դու փախել ես դուս։ Բայց քո հարազատները, բարեկամները լտան մեջ են։ Հարց եմ ուզում քեզ տամ, հետ կվերադառնաս։ Ասեց առանց մտածելու, ասեմ ո՞րն է քո շահը։ Դու փրկվել ես արդեն։ Ոնց է ասում, բա իմ մերս, բա իմ աղբերս, ասեմ ես դժողքից պրծել եմ։ Հիմա հետ եմ եկել այդ դժողք, որ քո մորը այդ դժողքից հանեմ։ Հասկացար իմ շահը ո՞րն է։ Որ ես չեմ ուզում, որ իմ հայրենակիցները, իմ բարեկամները մնան այդ դժողքի մեջ։ Ես պրծել եմ, դու պրծել ես, սիրելիս, մենք պրծել ենք այսօր այդ դժողքից, բայց այսօր շատերը կան մեր հարազատներից, բարեկամներից, որոնք այդ դժողքի մեջ են։ Այդքան բացատրելուց հետո դուրս եմ գալիս, հանելա 20,000 դրամ ուզում եմ մտցնի ջեբս։ Այ ախպեր ջան, դու այսքան բան չհասկացար, որ Տերը մեզ ձրի ա տվել եւ մենք էլ ձրի ենք մարդկանց տալիս։ Մենք այսօր շահի համար չենք անում դա, այլ Քրիստոսի սիրո համար։ Եթե քո դրդապատճառները Քրիստոսի սիրուց ա բխում, ուրեմն իմացի Աստված քո մեջ ա բնակվում, դու էլ Աստծո մեջ ես բնակվում։ Դու պետք է սիրես մարդկանց, սիրես բոլորին, սիրես Հիսուսի սիրով, Աստծո աչքերով, որ նրանց կարողանաս ազատել։ Մի խավոր ունեինք, ես փոքր ժամանակվանից ինչքան իր դեմքը տեսնում էի, ասես մռայլ դեմք ուներ այդ մարդը։ Ես հələ ծիծաղալու չեմ տեսել այդ մարդուն։ Հետո իմացա, որ իր վերջի արդեն օրերն է, հիվանդացել է, եւ ես որոշեցի գնամ իրան ավետարան քարոզեմ։ Ու ճանապարհին մտածում էի, տենաս այդ մարդը կընդունի թե չէ։ Ախր շատ դաժան դեմք ունի էսենց, ոչ մի ծիծաղ չկա, բայց գիտեք, անենց ընդունեց Հիսուսին, որ ես զարմացել էի։ Ասեցի Հիսուս Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ ընդունի, իրար հետ աղոթենք, աղոթեց Հիսուսին Տեր ընդունեց, մի ուրախություն իջավ, ես հասկացա մի բան, երևույթին պետք չի նայել ժողովուրդ, դեմքին պետք չի նայել, եթե նայեցիր կսխալվես, այլ ավելի շատ հոգուն լսի, թող հոգին քեզ առաջնորդի եւ համոզված եղի այդ ժամանակ, որ Աստված քո հետ է եւ դու հաջողված կլինես։ Տեր օրհնի ձեզ, եկեք բոլորս կանգնենք Տիրոջ առաջ։